Հարգելի համախոհներ, հարգելի լրագրողներ, սիրելի երիտասարդներ, մեզ համար կարևոր օր է այսօր, վերջին դեկտեմբերի 14-ի համագումարից հետո մեր վարչությունը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել մեր տարածքային կառույցների հետ, ակտիվի հետ, երկու անգամ անց կացրել կուսակցության վարչության նիստ և մեկ անգամ էլ հանրապետական խորհրդի նիստ, հանրապետական խորհուրդը ընդգրկում է վարչության ամբողջ կազմը և տարածքային կառույցների ղեկավարները։ Օրակարգում ունեցել ենք առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը և ըստ մեր ավանդույթի բոլոր նշածս կառույցներում ակտիվի հետ խորհրդակցությունների ժամանակ, վարչության և հանրապետական խորհրդի նիստերի ժամանակ մանրամասն քննարկել ենք մեր մասնակցության հարցը, մեր մասնակցության ձևաչափը և մեր թեկնածուի առաջին համարի հարցը։ Եվ ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ և ես ամեն ինչ որ ասում եմ, անշուշտ քննարկվել և համաձայնեցվել է կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և տեղյակ եմ պահում, որ միաձայն և հանրապետական խորհուրդը և կուսակցության գործադիր մարմինը վարչությունը կայացրել է որոշում մեկ մասնակցել առաջիկա ընտրություններին, որոշում երկու կուսակցության թեկնածու, վարչապետի թեկնածու առաջադրել վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ Մենք խիստ կարևորում ենք առաջիկա ընտրությունների մեր մասնակցությունը, այն բացարձակ սովորական ընտրություններ չի, խորհրդարան մտնելու խնդիր չի բացարձակ, մենք այն գնահատում ենք այսպես, մեր երկիրը գտնվում է վտանգավոր ինքնիշխանության կորստի փուլում, մենք կորցնում ենք մեր պետականությունը և այս փուլում բոլոր նրանք, ովքեր ընդհանրապես խորհրդարան մտնելու խնդիր են դնում, ուղղակի նպաստում են իշխանությունների օրակարգին։ Մեր խնդիրը շատ ավելի հավակնոտ է, շատ ավելի մեծ է, շատ ավելի մտահոգիչ է և մենք մտնում ենք նախընտրական պայքարի մեջ առավելագույնը մեծ դաշինք կամ այդպիսի դաշինք ձևավորելու համար, որով հնարավոր լինի մեր երկիրը փրկել ուղղակի այս գահավիժումից։ Մեր պետականության պահպանությունը հազարապատիկ ավելին է, քան խորհրդարան մտնելը։ Մեզ համար գերխնդիրը դա է և մեր միասնականությունը, մեր բոլոր քննարկումների և քվեարկությունների նպատակը հենց սա է, այդ առաքելությամբ է, որ փորձում ենք մտնել նախընտրական պայքարի մեջ, դա մեծահոգության, լայնախոհության պայքար է լինելու, մենք փորձելու ենք տարբեր ուժերի հետ, տարբեր քաղաքական ուժերի հետ, մտավորականների հետ, հայտնի իրավաբանների հետ, իրավապաշտպանների հետ փորձել ձևավորել կոալիցիա, որովհետև այսօրվա իշխանությունը ունի ընդամենը 10%, վերջին 3 մեծ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ իշխանությունները ունեն 10%-անոց ռեյտինգ և 10%-անոց ռեյտինգի դեպքում չհաղթել այսպիսի իշխանությանը ամոթ է ուղղակի։ Ուստի կրկնում եմ, մեր նպատակը և ոչ մեկին առավել չէ, քան մերը ինքնիշխանության պահպանությունն է։ Մենք մտահոգ ենք, մենք տագնապած ենք մեր երկրի ինքնիշխանության և պետականության կորստից։ Ուստի մեր խնդիրը մնում է պետականության վերականգնելը, Հայաստանի իշխանության վերականգնելը։ Այդ տրամադրությամբ, այս թիմով, կրեատիվ թիմով փորձում ենք այդ խնդիրը լուծել նաև այլ քաղաքական ուժերի հետ։ Շնորհակալություն այստեղ լինելու համար և հիմա ձայնը տալիս եմ մեր թեկնածուի, վարչապետի մեր թեկնածու կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։